ուղղակի կիսվեմ այն, ինչ որ Տերը դրել է իմ սրտի մեջ, ու իմ խոսքը կոչվում է Տերը հիշում է քեզ։ Ամեն։ Ասում ես Տերը մոռացել էր ինչ, ոչ։ Գրում է որ գրած է խոսքի մեջ, որ Տերը հիշում է։ Հալել, նա չի մոռանում քեզ, նա չի մոռանում ինձ, ինչ որ դու անում ես Տերը հիշում է։ Եվ ուղղակի ես կուզեի բացենք Մաղաքիայի Մարգարեի 3-րդ գլուխը, գիտեք, երբ որ մենք կարդում ենք հծանների 10-րդի մասին, մենք բացում ենք Մաղաքիա 3-րդ գլուխը, ու մենք կարդում ենք այս 10-րդի եւ զոհաբերության մասին, բայց ես ուզում եմ մի քիչ մի կետ, 2-3 կետ ավել կարդամ այն տեղերից, որտեղ խոսում է 10-րդի մասին, ամեն, կարելի է։ Եվ գիտեք, 3-րդ գլուխը Մաղաքիա Մարգարեն ասում է Աստծո ժողովրդին, քահանաներին է դա ավելի շատ ուղված, եւ Աստծո ժողովրդի, որ նրանք անարգում են Տիրոջ տունը, Տիրոջ ծառայությունը, նրանց համար ուղղակի մատերի արանքով սկսեցին նայել ու գիտեք ինչ են ասում են ինչ օգուտ կա որ մենք ծառայում ենք Աստծուն, ինչ օրհնություն կա, ինչ կա դրա մեջ որ մենք գնում ենք, աղոթում ենք, ապաշխարում ենք, ընծայ ենք բերում, զոհ ենք բերում եւ Աստված լսեց դա։ Եւ նա Մաղաքիա 3:14 գրած է. Դուք ասում եք ինձ 10-րդի զոհաբերությունից հետո Այք, խոսք Աստված հարց է տալիս ու ինքը պատասխանում։ Դուք ասում եք զուր է Աստծուն ծառայելը։ Ինչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները եւ սուքով քայլեցինք զորքերի Տիրոջ պատճառով եւ հիմա մենք երանի ենք ասում գոռոզների եւ բարգավաճում են անօրենություն անողները, մինչեւ անգամ Աստծուն են փորձում եւ ազատվում։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները։ Աստված ասում է, դուք ասում եք ամբարիշները մեղք են գործում, ու Աստված իրանց ոչ մի բան չի անում, ու իրանք բարգավաճում են։ Մենք այսօր կարող ենք տեսնել, միգուցե որոշ մարդիկ, որոնք Աստծուն դեմ են, Աստծուն չեն հավատում, բայց նրանք ավելի շատ բարգավաճում են, եւ Աստված դա լսեց եւ ասում է, դուք տենց բաներ եք ասում, ու իզուր է Տիրոջ տունը ծառայելը, իզուր է դա, ոչ մի օգուտ չկա դրա մեջ։ Եվ Աստված ասում է, բայց Աստծուց վախեցողները Տերն ականջ դրեց ու լսեց նրանց արչև այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները Տերն ականջ դրեց ու լսեց եւ նրա արչև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար Ստեղ ինչ է ասում որ Աստծո ժողովուրդը մեկը մյուսին սկսեց ասել գիտես Աստծո առաջ գիրք կա որտեղ գրվում է ինչ որ մենք խոսում ենք ինչ որ մենք անում ենք եւ նա անպայման վարձատու կլինի, նա կորցնի, ու գիտես, տեղ Աստված ասում է, որ կա հիշատակի գիրք, գրած է հիշատակի գիրքի մեջ գրվեց Տիրոջից վախեցողների համար այն ինչ որ նրանք անում են եւ մտածում են։ Գիտես, Աստծո խոսքն ասում է, որ Աստվածաշնչի մեջ կա 6 գիրք, որ կա երկնքում, որտեղ գրվում է ամեն ինչ, ինչ որ մենք ասում ենք, անում ենք Տիրոջ համար, Տիրոջ փառքի համար։ 6 գիրք։ Ես չեմ հիմա բոլորի մասին ասեմ, ուղղակի կասեմ, կա կենթանի մարդկանց գիրք, կյանքի գիրք, ամեն, գրած երբ որ մարդը գալիս է ընդունում է Հիսուս Քրիստոսին, նրա անունը գրվում է կյանքի գրքի մեջ, ամեն, եւ նույնպես կա հիշատակի գիրք, որտեղ Աստված գրում է այն ինչ որ ինքը ուզում է որպեսզի հիշի քո մասին, կա արցունքների գիրք, Սաղմոսի մեջ Դավիթ ասում է դու իմ արցունքները գրեցի քո գրքի մեջ, նույնպես կա գործերի գիրք, գրած է երբ որ մենք բոլորս կգանք Տիրոջ առաջ, մենք պատասխան տանք ու ամեն մեկս վարձ կստանանք այն ինչ որ մենք արել ենք, որտեղ մեր ամեն գործերը գրվում են նրա գրքի մեջ, եւ կա նույնպես կնիկների 7 կնիկների գիրք, որը բացվել է ապագայում, երբ որ Աստծո բարգությունը գա երկրի վրա, եւ մի գիրքը դա Աստծո առաջ գրվում է հիշատակի գիրք։ Ինչի մասին է դա, ինչու հիշատակի է, դա այդպես է կոչվում, ես ուզում եմ ուղղակի բացեմ Աստծո խոսքը մի քանի տեղեր։ Ծննդոց 8:1 գրած Աստված հիշեց Նոյին եւ բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին, եւ Աստված քամի բերեց երկրի վրա եւ ջրերը նվազեցին։ Աստված ինչ արեց, հիշեց Նոյին։ Դու կարող ես ասես Տերը մոռացել էր Նոյին։ Ոչ, նա հիշեց։ Ես կասեմ ինչու է այսպես գրված։ Ծննդոց 19:20 երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին։
Եվ ինչ արեց, Ղովտին դուրս բերեց այն կործանումից միջից, երբ կործանում էր այն քաղաքներ, որոնց մեջ բնակվում էր Ղովտը, Աստված ուզում էր փրկել Ղովտին, նա հիշեցում Աբրահամին։ Եթե դու ուզում ես քո բարեկամը, քո ընկերը, քո ամուսինը փրկվի, Աստված հիշելու է ում քեզ։ Երբ որ դու աղոթում ես, երբ որ դու զոհաբերում ես Աբրահամ, դու բերում ես քո զոհը, դու բարեխոսում ես, ես պետք է փրկեմ Ղովտին, նա հիշում է Աբրահամին։ Դա է Աստծո ճանապարհները։ Ուզում ես Աստծո ճանապարհները իմանաս, ուզում ես ուղղակի տեսնես Տերը ոնց է գործում։ Տերը հիշում է նրան, ով որ ուզում է փրկի։ Եթե դու ուզում ես որպեսզի քո քաղաքը փրկվի, նա հիշելու է քեզ, քո աղոթքները, քո ծնծաները, քո զոհաբերությունը, ամեն։ Նա հիշեց Աբրահամի, որպեսզի փրկի Ղովտին։ Հալելույա։ Հաջորդ ավելի հետարքիր է, Ծննդոց 30:22, Աստված հիշեց Ռաքելին և Աստված լսեց նրան ու նրա արգանքը բացեց, նա հղիացավ, մի որդի ծնեց և ասեց, Աստված վերցրեց իմ նախատինքը, նա աղոթում էր, նա havատում էր և Աստված հիշեց նրա աղոթքները։ Շատ կարևոր է, որ դու հիշես, որ Տերը չի մոռանում, չի մոռանում ոչ մի աղոթք, որ դու աղոթել ես 10 տարի առաջ։ Դու մտածում ես 10 տարի առաջ աղոթել եմ, ուր է Աստված 10 տարվա աղոթքը նույնպես է ոնց որ հիմա։ Ամեն։ Որտեվ Աստծո համար ժամանակ գոյություն չունի։ Քո բաժակը լցվում է եւ գալիս է պատասխանը։ Ամեն։ Ծննդոց, հիմա գնանք դեպի Գործ Առաքելոց 14, սա շատ ուժեղ է։ Ուղղակի դու պետքա ցնծաս այս խոսքից հետո։ Նայեք, իսկ նա հրեշտակին ասեց, ով ասեց։ Ով ասեց։ Կորնելիոսը, երբ որ հրեշտակը եկավ նրա մոտ, նրա տունը, դու ուզում ես հրեշտակները գան քո տուն, հալելույա, հալելույա, շատ լավ կլիներ, փառք Աստծուն։ Իսկ նա հրեշտակին նայելով զարհուրեց ու ասաց. Ինչ է Տեր, նա ասեց նրան, քո աղոթքներն ու քո ողորմությունը, քո զոհաբերությունները, քո ընծաները, քո տազանորդը, իմ խոսքերին թարգմանությունն է, Աստծո առաջ բարձրացան քո մասին հիշեցնելու համար, հալելույա։ Քո աղոթքները, քո զոհաբերությունը, քո տասանորդը, այն ինչ որ անում ես, բարձրանում է Աստծո առաջ, որպեսզի հիշեցնի քո մասին։ Ամեն։ Այդ դրա համար շարունակի աղոթել, շարունակի զոհաբերել, շարունակի տասանորդը բերել, որովհետև դա հիշեցնում է քո մասին, թե ինչի համար ես դու կանգնած հավատքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Ու այդ խոսքը Տերը հիշեց։ Միթե Տերը մոռացավ։ Գիտեք, եբրայերեն այդ բառը կոչում է զաքար, զաքար, որը կոչում է նշան դնել, ռուսերեն atmetit, make a mark, անգլերեն, այսինքն, երբ որ Տերը տեսնում է մեկի հավատքը, զոհը նա նշան է դնում, որպեսզի ապագայում նա օրհնի նրան։ Դրա համար նա հիշեց Նոյին, որովհետև նա հավատքով էր այդ ջրեղեղի մեջ։ Նա հիշեց, որ պետք է քայքարեր այդ քաղաքները, հիշեց հավատքը Աբրահամին, հիշեց ինչ նշանակում, նա նշան էր դրել նրա վրա, որ ես պետք է նրա աղոթքներին պատասխանեմ։ Տերը այսօր նշան է անում քո մասին, քեզ, որպեսզի օրհնի ապագայում այն հարցի մեջ, այն խնդիրների մեջ, որ դու գաս, Տերը հիշելու այսօրվա քո զոհը։ Տերը հիշելու այսօրվա քո տասանորդը եւ նա կորտնի կպատասխանի ու դու կասես Տերը ինձ ողորմ ես, Տերը հիշեց քո զոհերը, քո հավատքը։ Ամեն։ Եվ այդ խոսքը նշանակում է Տերը հիշեց, այդ բառը կոչվում է Տերը նշեց Աբրահամին, Նոյին, Արմենին, Գայանային, Տիգրանին, ինչ է քո անունը, ասա Տերը ինձ նշում է, որպեսզի ինձ օրհնի, որպեսզի ինձ բարձրացնի։ Տերը զորավոր է, ամեն, և նա, ու դա ինչի մասին ասում, որ դու պետք է գաս Տիրոջ առաջ, բարձրացնես նրա խոսմունքները, հիշացնես, Տեր դու խոստացել ես, դու ասել ես, որ դու կօրհնես, ահա իմ ընծան, ու գիտեք այս խոսքը, որ ես ստացա, այս հասկացողություն, այդնությունը, ես սկսեցի Տիրոջը հիշացնել իմ զոհերի մասին։ Մենք շատ ժամանակ տվեցինք ու մոռացենք, տենց ուսում, տորը և մոռացիր, ոչ, Տերը եթե չի մոռանում, ուրեմն ես չպետք է մոռանամ։ Երբ որ դու զոհաբերում ես, ասես Տեր ես զոհաբերել եմ։ Տեր ես բերել եմ իմ տասանորդը։ Ես սպասում եմ քո երկնքից օրհնությունները, որպեսզի գան։ Ամեն։ Հիշեցու Տիրոջը քո զոհերի մասին։ Ես սկսել եմ Տիրոջը հիշեցնել, ասեմ Տեր,
դու մոռացել ես, որ մի ամիս առաջ ես զոհ եմ բերել։ Հալելույա։ Ես իմ ամբողջ աշխատավարձը բերեցի քո սեղանի վրա եւ ես սպասում եմ քո փառքը։ Ամեն։ Ու ես կտեսնեմ, ես հավատում եմ եւ գիտեմ, որ դու կգաս։ Ու դու կոծես եւ կբարձրացնես եւ կորտնես։ Դու խոստացել ես։ Ամեն։ Հալելույա։ Եվ իմ վկայությունը։ Գիտեք, 1 տարի առաջ, 1 տարի կես առաջ, մենք կնոջս հետ որոշեցինք մի զոհ բերել։ Զոհաբերություն ոչ շատ մեծ։ Ուղղակի գիտեք, շատ ժամանակ չենք ասում, ես ուղղակի ուզում ասեմ, որպեսզի դուք տեսեք Տիրոջ փառքը։ Մենք որոշեցինք բերենք մի շատ ոչ մեծ գումար, մի 20,000 դրամ, ուղղակի կոնվերտի ծրարի մեջ դնենք ու զոհաբերենք։ Ու ես 1 ամիս հետո պետք է գնա Եվրոպա ծառայելու, այնտեղ թարգմանելու մի աստծո ծառային Գերմանիա եւ Իսպանիա։ Եվ գիտեք, այնտեղ որտեղ աշխատում եմ, այնտեղ գործարք պետք է լիներ, բայց ես ասեցի, ես գնում եմ ծառայելու Տիրոջը։ Գնում եմ Եվրոպա ծառայելու, բա ով է հասկալու դե հիմա դուք կաք տնօրենին ասեցի միգուցե դուք կանեք, որտեղ ես գնում եմ Տիրոջ։ Իրանք գիտեն, որ ես հավատքի մարդ եմ, ես ծառայում եմ, ասին լավ, մենք մի բան կանենք։ Ու գիտեք, ես գնացի ծառայության, երբ որ ես 2 շաբաթ հետո Աստված այնպեսի մի մեծ օրհնություն բերեց, որ ես ստացա 1 միլիոնից ավել մի ուղղակի օրհնություն, ինչ որ անհնարին է համատել, այն ինչ որ ես բերեցի Տիրոջ առաջ, ամեն։ Այն ինչ որ դու կարող ես զոհաբերել, Տիրոջը մտածում ես դու շատ ես տալի, դա չնչին շատ փոքր բան է, այն ինչ որ դու կարող ես ստանալ Տիրոջից։ Ամեն, որտեղ Տերը հիշում է, որ դու հավատքով ես դա անում։ Այն չնչինը, որ դու սերմը ցանում ես, գիտես, երբ որ սերմ ես բերում, ես վերջացնում եմ, մնացել է 2 րոպե։ Այն սերմը, որ դու բերում ես, այսօր այն հուտքը, որ ստանում ես, անհնարին է դա համեմատել, որտեղ Տերը զորավոր է։ Եկեք ոտքի կանգնենք։